Ողջույն բոլորին, ասեցի նոր վլոգը սկսեմ ու հետո տնից դուրս գամ, պրակտիկայի եմ, տաքսին կանչել եմ, Խորենին ճիշտ ասած քնած եմ թողել, երեխեքին կարգավորումները տվել եմ, ուզում եմ գոնե ինքը քնի, բայց մեզնից մեկը գոնե քնի էլի, այդպես եղանակը շատ անդուր, մուխտար եղանակ է, ես որոշել եմ առավոտ արթնանամ, մազերս լվանամ, ինչ-որ բան, բայց հասկացա, որ ես եղանակին լվալ դուրս գալը խելամիտ չի և ուղղակի կապեցի մազերս, որտեղ նեն չի որ շատ կեղտոտ էր, պրոստը որ թափած գնալու վիճակ էլ չէր, էլի երրորդ օրը մազերը լվալուցս հետո։ Մի խոսքով երեխեք ջան, ինձ մաղթեք հաջողություն, հուսամ, որ այսօրվա պրակտիկան էլ ավելի հետաքրքիր կլինի նախորդից, ու այդպես ամեն հաջորդը կգերազանցի նախորդին։ Շուրթերս ահավոր ճաքել են, դրա համար ընդհանրապես բալզամ եմ քսել, այդպես ու մի քիչ անսովոր է ինձ առանց կոնտուրի տեսնելը, բայց կարծում եմ նուրբ է, գեղեցիկ է, այնպես չի որ մինուս չի էլի, հակառակը ինչ որտեղ նաև պլյուս է։ Երեխեք ջան, ես պրակտիկաս ավարտել եմ, մեր կայանի տարածքում եմ, գնում եմ Վայրբերից, մի հատ պուլտ էի պատվիրել մեր տելևիզորի համար, մի հատ այս ակնեի հետ կապված միջոց, մի հատ էլ Խորենն էր պատվիրել, սյուրպրիզ բոքս էր, որ էլի ինստագրամում վիդեո նկարենք, այդպես բացում ենք, չգիտենք մեջ ինչ կա, տեսնում ենք ով բախտավոր ավելի ես, թե ինքը, ում բոքսի մեջ ավելի հավես բաներ կլինեն։ Գնամ դրանք վերցնեմ, կարողա փուռ մտնեմ Խաչապուրի ուզում սիրտս ու գնամ տուն, գլուխս ցավում է մի տեսակ, չգիտեմ ինչի, միգուցե քնի պակասից, լավ է, իսկ այանում լավ արև է, հավանում սենց մռայլ է շատ, ստեղ հավես։ Երեխեք, գիշեր է, ճտերս արդեն քնած են, խելքիս փչեց, որ ուզում եմ սնվել առողջ, ինչ-որ սենց գլուկ էր մոտս, կողքերը մի նայեք, հեսա սրբեմ անձեռոցիկով, ուրեմն որոշեցի աղցան սարքեմ, ինչ-որ կար ձեռքիս տակ, գազար, խնձոր, կիվի, նարինջ, կանաչի, շատ քիչ քանակությամբ, աղ ու ձեթ, չեմ փորձել ինչա ստացվեն, բայց կան որ ամբողջությամբ էքսպերիմենտալ է, դպուսկայի վիրայատն ես, որ կարա այդքան համուր չլինի։ Հիմա Խորենը որ գա, կտամ մի հատ փորձի, ինքը իր կարծիքը կասի։ Նաև դրել եմ խաշվելու մի ամբողջ յեչեիկա հաղկիթներ, որպեսզի առավոտը նախաճաշին սրա հետ օգտագործեմ։ Ու մի տեսակ ահավոր ցանկությունը ընդհանրապես սենց բանջարեղեն բան, սենց ներմուծել կյանք, մի քիչ շատացնել, ածխաջրեր, սպիտակուցներ, այս սենց մուդա մոտս էլի, տեսնենք ինչքան կտևի։ Երեխեք ջան, սա էլ երկրորդ աղցանը, որը իրանից ներկայացնում է վարունգ, սխտոր, սամիտ, մածուն։ Այսպիսի համովություններ։ Որոշեցի, որ ժամանակն է մազերս լվալու, քանի որ այսօր հրավիրված եմ միջոցառման իվենթի տեսքով, հա, չէի ուզում տենց կեղտոտ մազերով գնալ, չնայած որ անկեղծ ասեմ, եղանակն այնպիսին է, որ ոչ ուզում էի լողանալ, ոչ ուզում էի մաս ֆենել։ Ինչ կլեմ, հա։ Բալես, ես մազերի համար։ Կանք ես ոք։ Չէ, կյանքս մաման կանի ապրես։ Մի արա այդ հերավսս չեմ գնի, հա լավ ես։ Մամ, պապա սրավո, ստադոկա սրավո, պիլիշտոսը, էդը միադնա էդ ինչ է տենց։ Հա, էդ դու ես է պշացրը։ Էդ իմ հարկանի դարակների բանը պչացրել է, երեխեք տեսնում եք ռազդրաժենյան, հենց կրեմ եմ չէ կսում, ասենք նախ տակ ջուրն է ռազդրաժացյան, փորձեցի այսօր գոլ ջրով լվալ դեմքս, այնուհետև որ ինչ-որ կրեմ եմ վրան կսում, այս վիճակում է հայտնվում, ուղղակի չէի ուզի դուրս գայի տնից առանց դիմահարդարման, դե հիմա ստիպված կսում եմ, մի հատ նոր բան եմ առել, ռուսական արտադրության, շիճուկա, հատուկ էս ակնեի համար, չեմ հասկանում ինչի է սենց սրվել դեմքիս վիճակը, բայց խայտարակ սրված վիճակ է, վիդեալ է, գիտեմ որ դուք եք գրելու, ճիշտ է մասնագետի մոտ գնալ եւ այլն, բայց հիմա դա ինձ երեխեք այս պահին հարմար չի, ուղիղ կասեմ հենց ֆինանսապես առաջին հերթին, քանի որ գնալը իրանից ենթադրում է լիքը անալիզներ է թվում, հորմոնալ անալիզներ և խնամք, որը էլի էժան չի լինելու և բժշկի ծառայությունը, այն բժշկին, որին ես եմ պատկերացնում, ևս բավականին թանկ հաճույք է, այնպես որ
Առայժմ փորձում եմ ես ինձ օգնել, մինչև տեսնեմ ինչա լինում։ Եթե այլընտրանք չունենամ ու զգամ, որ ստիպում է ինձ դա անել, պարզա որ պետք է անեմ։ Բայց եթե կարողանամ ես ինչ-որ մի բան անել, այս հատվածը սա աննորմալ քոր է գալիս, ցավոտ են, շատ բայլուչի են այս դուրս տվածները, շատ։ Մի խոսքով երեխեք, կակ տտակ, ես ենթադրում եմ, որ սա կամ գարմանալի բան է, ինչ-որ օրինակ, չգիտեմ, ստրեսի գարմոն, կորտիզոլը, որ բարձրանում է, դեմքը այսպես լինում է։ Կամ ուրիշ գարմոն է, ես բժիշկ չեմ ուզում տենց հստակ դիագնոզներ տամ ինձ, բայց ես ենթադրում եմ, որ ինչ-որ գարմանալի ֆոնի հետ է կապված։ Մի խոսքով, մի քիչ նեղվում եմ սրանից, պարզվում է հաճելի, բայց դե ինչ արած։ Առայժմ յոլլա ենք գնում, թեև այդ բառը չեմ սիրում։ Առայժմ յոլլային հայերեն համարժեք։ Առայժմ փորձում ենք հարմարվել այս իրականության հետ։ Ես պատրաստվել եմ, մազերս թեթև հյուսել եմ, հետո կքանդեմ։ Գնում եմ, ասել եմ ձեզ ուրեմ, գնում եմ մարդ մոռացել էի։ Այս Արմինեն գա տաքսիով։ Ասել եմ բակ գա այս անգամ, որտեղ անձրև ու տապուշ եղանակա, չեմ ուզում գնամ այդ կանգար սովորաբար տենց հարմար է էլի ավելի վերցնելը, բայց այս եղանակներին ցանկություն չունեմ էլի ցեխ ու շլյոփայի միջով անցնելու։ Այսօր տեսա, որ մարզերում բանում լավ ձյուն է եկել, լավ Ստեփանավանում, Դիլիջանում։ Հուսամ ստեղը չի որոշի գա, это будет կաշմարն է։ Գնում եմ մոնումենտի մոտ այդ Ֆրունզե ռեստորան կա։ Այդտեղ 2 անգամ եղել եմ իվենթի, թե 3։ Այս էլ հերթական անգամն է։ Երեխեք ջան, ես արդեն տեղում եմ։ Այստեղ մեզ սպասում են տարատեսակ համոզություններ, ինչպես միշտ։ Մարդիկ նկարվում են եւ այլն, բայց ես նկարվելու տրամադրություն չունեմ, հետեւաբար ուղղակի նստած հետևում եմ իրենց։ Էլ ինչ միջոցառում առանց պիցցաների, բերում են նաեւ պիցցաները։ Դու հանգիստ արար, ես YouTube-ից համար եմ նկարում, այնտեղ։ Բանա, գեղեցկուհի սիրած սթորիներն անում։ YouTube-երներից համար խնդրում։ Մենք էլ նստենք ստեղ, ձեզ էլ դնեմ ստեղ։ Լսի Ստեփանավանում, այս YouTube-ից համար է։ Ստեփանավանում, բանում, ձյուներ, ահա որ, մենակ տենայր։ Տեսքս դուրս գալիս է, տնից դուրս գալուց այդքան չէր գալիս, հիմա դուրս գալիս։ I like it, I like me։ Ունենանք շատ լավ էներգետիկա ու ես բազմիցս համոզվել եմ, նույնիսկ կարճատև, բայց ճիշտ քնի պարագայում, 4 ժամ քնես, բայց ճիշտ ձևով քնես, դա նույնպես քեզ էներգիա է համոզում։ Հիմա եկեք կարդամ հարցերը։ Եթե դու միշտ հոգնած եք, A. Քունը քիչ է, մարմինը հանգիստ է ուզում, սնունդը սխալ է։ Ասես որն է։ Բոլորը միասին։ Այո, բոլորը միասին, որովհետև եւ հոգնածությունը եւ նյարդային համակարգի ծանրալուծում գտնել, ինչը որ տղամարդկանց մոտ երբևիցե չի ստացվում։ Միաժամանակ մի քանի բանի մասին մտածել, իսկ մենք կանայք սովորենք ուղեղի մեջ արդեն գծենք ռացիոնը, թե օրվա ընթացքում ինչից հետո պիտի անենք ու դա հավատացեք բերում է գեր լարվածության եւ հոգնածության։ Երեխեք, ես արդեն տանն եմ, իմ նվերներից մեկը, այսպիսի բենտո տորտիկ է, ամեն մեկի անվան մոտ իրեն բնորոշող ինչ-որ բան էին գրել, ինձ բաժին է հասել այս սիրունությունը։ Ու տորթը այնտեղ փորձեցինք, բավականին համեղ էր։ Շատ սիրուն տոպրակի մեջ էր, ուղղակի այս տոպրակը ստիպված եղա ճղել, որպեսզի ծաղիկները կարողանամ առանց վնասել հանել, ներսում վազա է, հենց ջուրն էլ կար մեջը ու շատ անուշաբույր ծաղկեփունջ տրամադրությունս ակամայից բարձրացավ, կդնեմ իմ այս հատվածում, թող գնամ գամ աչքս շոյի։ Իդեպ այս փուչիկները բալեսով պիտի արդեն հանենք, ես ճնշվում եմ, ինքը ճնշող գույնատեղից։ Այսքան դեռ երբեք փուչիկները տոնորերից հետո մենք չենք թողել, բայց այս անգամ Արտաշեցի խնդրանքով, չէ, Դավջան, չենք կարող պայթացնել։
Արտաշեսի խնդրանքով այս անգամ մի քիչ երկար է մնացել։ Այդտեղ մի քանի զարդեր առանձնացրեցի։ Տեսեք, ասենք դարակիտ կողքը դնում ես քնելուց առաջ, ականջողը մատանից սենց նուրբ, շատ վախենում եմ թեքվեմ ընկնի, սենց անցքերա, որի մեջ կարող ես դնել, ու սա չնայած վրձինների համար է, բայց ես սա եւս կարող եմ ինչ-որ զարդերի համար օգտագործեմ, որտեղ վրձինների ամանուն եմ, բավականին հարմար, տարողունակ, խորը, դրա համար երևի սա ես զարդերի համար բան կանեմ, ամեն դեպքում շատ սիրուն է վիզուալ ու շատ կանացի, ինձ դուր է գալիս։ Խորենը խանութից եկավ, լվացքի փոշիները սաղ բրծել են, երկար ժամանակ չի առնում, որտեվ տարբեր իվենտների, տարբեր տիպի բաներ տենց ստացել է ու ահագին ծառայեց։ Այս անգամ բերել է Savex-ը։ Գունավոր է բերել, մի հատ էլ սպիտակ։ Երեխեք գովաշ չի, չգիտեմ լավն է, վատն է։ Savex օգտագործել եմ, բայց ինչ չեմ էլ հիշում։ Հա, մի խոսքով։ Մենակ խորիկին ասել էի, որ ուզում եմ հեղուկ տարբերակը, որտեղ փոշին շորերի վրա հետ կա թողում, դե հիմա էսա բերեք, կփորձեմ կտեսնեմ։ Ինչ արժեն խոր բաբշե։ Մեծը 5000, այդքան էլ է ժան չի։ Խոր իսկ այն գերմանականից չկար նա։ Հասկացա, լավ, դե կփորձենք տեսնենք, հուսամ լավը կլինի։ Ամեն դեպքում ես ասում եմ խոր երբ ես հասկանում, որ արդեն մեծ ես, երբ որ ուրախանում ես սենց բաներից։ Լուրջ ծեյացել եմ ինչև տանկին forever։ Բրենձով սուպ եմ սարքում, բուլղարական պղպեղով, գազարով, սոխով, կարտոֆիլով, ոնց որ հարկն է։ Վստահ եմ շատ համովաստացվել։ Անուշ բույր է տարածվել արդեն իսկ։ Ուժեստում եմ, օրը շաբաթ է, երես ենք մռայլոր է, տեսեք, ու էլի քնելու փոխարեն նախընտրել եմ գալ, բայց վստահ եմ, որ ճիշտ եմ արել, գնում ենք դասի, չեմ էլ կսվել այսօր, մենակ շրթունքներս եմ բան արել, հոնքերս սանջել, մի քիչ թարչաներկ, բայց ուրիշ ոչ բան չեմ արել, հավես չկար։ Դավո համովա սուպիկը, երեք գիշերը ենքան համով սուպ եմ սարքել, հիմա նստած ես Արտաշեսը դավը ուտում ենք, խորենի մոտ դասա, Արտաշեսին սուպ ուտացնել այդ հայոց հարցն է, մեծ ջանքերի գնով, մեջը պանիր եմ կտրատել, որ ուտել, պանիր եմ մի փոքր, որ հալվում է տաք սուպի մեջ, շատ համովաստացում, հաց կուզեք երեխեք, լավաշ, ստացվեց նենց, որ ես յանց լավաշ չեմ տվել, բայց սովորաբար չեն ուտում ճաշերի այդ լավաշերը, ես լիշտո։ Հելե մի հատ նայեք էլ, ես Savex-ի սպիտակն եմ բացել, այն օրը գունավորը օգտագործեցի, այսօր սպիտակն է։ Հելե նայեք ինչքան դատարկ, ասենք խեք սենց անում։ Խիա տուփը այսքան մեծ, իսկ մեջինը այսքան դատարկ, ասենք որ ինչ։ Այս մեծ մինուս։ Օրը քիրակի է, այն որ թվում է հանգստյան օր է, բայց ես զբաղված էի մի քիչ խոհանոցս կարգի բերելով, այս հատվածը մի հատ լավ այն մաքրող միջոցներով, ձեռքերս քրքրելով, դե հայ ենք խոսում, չէ՞, պետք է առանց ձեռնոց անեմ, որ վարի տամ ձեռքերս, բայց ինչևէ կարևորը մաքրեցի, պասուդամոյկան զագրույցից եմ արել, այն ինչը ձեռքով պիտի լվայի, ձեռքով եմ լվացել, խորենը դուրս եկավ խանութ, հիմա ուզում եմ մի հատ արագի մեջ վերմիշելով սուպ սարքեմ, այս վերջերս ջրիկ ճաշերի էլի ախորժակ է բացել, մենակ Արտաշեսն է մի քիչ չկամությամբ ուտում, բայց իր լեզուն էլ եմ գտնում, այսպես ասած իր հոգու լարերին դիպչելով իրեն էլ ուտացնում եմ անպայման գոնե մի փոքրիկ ափսե էլի։